Բարև ձեզ, Deloitte եւ Tush ընկերությունը, որը խորհրդատվություն եւ աուդիտ պետք է իրականացներ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունում, այսօր հայտարարել է, որ հունիսի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը հիմնավոր էր։ Ես այսօր թեմայի շուրջ զրուցելու եմ Կալիֆոռնիայի Վենտուրա համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Արա Խանջյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խանջյան։ Բարև ձեզ։ Հունիսի 17-ին, երբ որ մեր կարգավորող հանձնաժողովը ընդունեց որոշումը, այդ որոշման օրինականության եւ լեգիտիմության շուրջ լուրջ քննարկումներ եղան եւ մենք տեսանք Բաղրամյան փողոցի այդ շարժումը։ Ընդհանրապես ձեր կարծիքով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարգավորող մարմինները որքանով են իրավասու, որքանով են անկախ իրենց որոշումները կայացնելու հարցում եւ որքանով էր այդ որոշումը իսկապես հիմնավորված։ Եթե կարող եք նաեւ համեմատել ձեր Միացյալ Նահանգների փորձի հետ։ Նախ կուզեմ շեշտել ղեկավարիչ մարմիններուն կարևորությունը աշխարհի ժողովրդավար երկիրներու տնտեսության մեջ։ Ղեկավարիչ մարմինները շատ կարևոր են, որ լավ ծավով աշխատին, որպեսզի երկրի տնտեսությունը գայանա եւ զարգանա։ Իրենց թերագադարությունը կարևոր է եւ որպեսզի իրենց թերագադարությունը լավ ծավով կատարեն, պետք է որ ղեկավարիչ մարմինները ըլլան անկախ եւ ունենան որակյալ աշխատավորներ։ Ուրեմն երկրի մեջ նորեն կշեշտեմ հարցումը որ գրնանք տնել որքան անկախ է Հայաստանի մեջ ղեկավարիչ մարմինը։ Այդ հարցումին պատասխանին համար գրնանք ասել որ բնականաբար քաղաքական ճնշումներու գրնա ենթարկվել ղեկավարիչ մարմինը, սակայն ղեկավարիչ մարմինը ունի որոշ մեխանիզմներ, որ կդարձնեն իրեն անկախ։ Ինչ է այդ մեխանիզմները։ Մեխանիզմները մեկը ղեկավարիչ մարմինը կնշանակվի նախագահային կողմէ 5 տարվա համար։ Եվ այդ 5 տարվա ընթացքին ղեկավարիչ մարմինին նախագահը չի գնար ասել, որ ինչ պետք է որոշում առնի։ Հետևաբար ղեկավարիչ մարմինը գրնա իր անկախ գործունեությունը ունենալ։ Մեր բարակային եկամուտներ պետք է ասեմ, որ բավական տեխնիկ ծևերով այդ որոշումը կառնվի։ Էլեկտրականության քինը, որ կորոշվի, այդ քինը ինչ իման վրա պիտի որոշվի, որ քինը վերբիդել է կամ որքան վերբիդել է։ Ֆորմուլան կամ մեթոդապանությունը անիկա է, որ էլեկտրական ընկերությունը կներկայացնի իր ծախսերը, եւ այդ ծախսերուն հիման վրա ղեկավարիչ մարմինը որոշում բիդարն է, որ քինի պարսացումը արդյունավոր է, թե ոչ։ Ուրեմն հոն էլեկտրական ընկերությունը ասպարակային հեծը բան ունի, շահ ունի այնպես մի ներկայացնելու, որ իր ծախսերը շատ մեծ են։ Ուրեմն ամբողջ դժվարություն անոր մեջ կգայանա, որ էլեկտրական ընկերության ներկայացած ծախսերը ճիշտ թիվեր են, արտարացի թիվեր են։ Ուրեմն այդ միջազգային ընկերության ուսումնասիրության արդյունք մեջտեղուկա որ արտարացի է պարսացումը։ Բայց դա կրկրական անիկա է, որ օրինակ ինձ համար 7 դրամ որոշվեցավ պարսացնել, մոտավորապես։ Այո, 7 դրամով բարձրացվեց սակագինը եւ կառավարությունը նաեւ հայտարարեց, որ սուբսիդավորելու այդ 7 դրամ սակագինը բնակչության համար
ըստ ձեզ որքանով է նպատակահարմար նման իրավիճակներում կառավարության կողմից սուբսիդավորումը, մանավանդ երբ որ հայտարարվեց, որ դա լինելու է ոչ բյուջեի միջոցների հաշվին, հետո պարզվեց, որ դա լինելու է որոտանի հեկի վաճառքից ստացված միջոցների հաշվին, ըստ ձեզ որպես տնտեսագետ, դա արդյոք ճիշտ տնտեսական քաղաքականություն է, որովհետև վերջին հաշվով մի գրպանից հանվում փողը դրվում է մյուս գրպանը, խնդրի լուծում չէ կարծես։ Մի քանի հարցեր կա, ուսում հարցերը մեկ հատ անիկա, որ այդ 7 տրամը պարսացումը արտարացի է, թե ոչ, ընկերությունը հենց 17 տրամ կբանջեր, գարկավորիչ մարմինը 7 տրամ համացանեցան։ Հոն գարկավորիչ մարմինը գրնա պասադրություն դալ, որ 17 տրամ արտարացի չեր և ինքը 7 տրամ համացան գտնվեցան։ 7 տրամը, եթե պարսացումը, նախ պարսացումը, եթե համացայնություն եղավ, ճիշտ գտնվեցավ, արդյոք 7 տրամ պետք է պարսանար, թե ոչ 9 կամ 6, հոն կարելի է վիճապանություն ունենալ։ Մեմը, որ որոշվեցավ, համացանվեցավ, որ տրամը պիտի սագակինը պիտի պարսացվի, այդ սագակինին ձանրությունը որուն ուսերուն վրա պիտի իննա, ժողովուրդին, թե ոչ ուրիշ սևով։ Ասպարակային որոշում առնվեցավ, որ փերը մեկ պիտի առնի գարավարությունը վճարելով, բայց ճիշտ սևով գմատնանշվի, որ գարավարության եկամուտը նաև բաներեն գուկա, հարգերեն գուկա, ատբարակային հարկ դվողները բարդավորությունը իրենց վրա գինա, այնպես որ ճիշտ է լուծումը պասադրությունը, որ լման ժողովուրդի ուսերեն վար գրնա իջած չլար ձանրությունը աս 7 տրամի պարսացումին, բայց գլխավոր դժվարությունը, որ պետք է շեշտվի, անիկա է, որ գարկավորիչ մարմինը վստահության հարց է։ Ես ու տուն հոս նստած չենք կրնար որոշել, որ 7 տրամ պարսացումը պետք է լա, թե ոչ, քանի որ մենք գուզենք ունենալ էլեկտրականություն, իբր ժողովուրդ, գուզենք ունենալ լավ որակով էլեկտրականություն, որբեսի լավ որակ և գուզենք ցած քինով էլեկտրականություն ունենալ։ Ուրեմն գարկավորիչ մարմինը 3 գեդերու վրա գարկավորում գնե։ Քինը կգարկավորե, քանակը կգարկավորե, քանի որ մենք չենք ուզեր, որ մեր էլեկտրականությունը հանգարց 7 ժամ անջատվի։ Եվ գուզենք, որ մեր էլեկտրականությունը ունենա լավ որակ, որբեսի ցած քինով էլեկտրականություն ունենանք, անջատումներ չլան և որակը լավը լա, պետք է որ բավական էլեկտրական արտադրելու կարողություն ունենանք։ Էլեկտրիկ Երևանի օրերին ամենակննարկվող հարցերից մեկն էլ այն էր, որ կարգավորիչ մարմինը ոչ միայն պետք է գները հաստատի այս կամ այն ծառայությունների, այլ կոնկրետ դեպքում Հայաստանի էլեկտրական ցանցերի դեպքում, որը մենաշնորհ էր, մոնոպոլիա էր, նաև ունենա որոշակի վերահսկողական գործառույթ, որովհետև ինչի արդյունքում բարձրացավ սակագինը, տարիների վատ մենեջմենտի նաև, որովհետև այդ ընկերությունը վատ էր կառավարվել, պարտքեր էր կուտակել եւ այլն, նաև էներգետիկ ոլորտում բավականին լուրջ խնդիրներ կային, ռազմավարությունը, որ կարծես թղթի վրա գրված է, բայց իրականում չէր իրականացվել, նաև մեր ընդհանուր էներգետիկ ոլորտի խնդիրներից բխող իրավիճակ էր։ Այ ըստ ձեզ, ինչքանով է նորմալ, որ կարգավորիչ մարմինը տվյալ դեպքում ունենա նաև վերահսկողական գործառույթ, որպեսզի հարցը չհասնի այս կրիտիկական կետին, երբ որ հանրային դժգոհության այսպիսի եւ ընդհանրապես այսպիսի իրավիճակի ենք հասնում։ Ճիշտ է, որ մոնոպոլիա կստեղծվի եւ կառավարությունը ստեղծած է մոնոպոլիան, արիթը դված է, որ միայն մեկ ընկերություն հայտայտի էլեկտրականություն, այսօր ուրիշ ընկերություն եթե կա ուզե էլեկտրականություն հայտայտել, իրավունք չունի, միայն մեկ կառավարություն իրավունք տված է մեկ ընկերության, որովհետեւ էլեկտրականությունը դուներ հասնի։ Հետևաբար
շուգա չի գա ասպարակային, շուգայի վրա չենք վստահիր որ, այլ կվստահենք որ ղեկավարիչ մարմինին որբեսի քինը որոշե, որակը որոշե, քանակը որոշե։ Այդ պատճառով ղեկավարիչ մարմինը պետք է գարենա լավ ցևով իր կորձը անել։ Իր կորձը լավ ցևով անելու համար պետք է որ ենթակա չլա ընկերության աստեցության վրա, քաղաքական մարդոց գողմե եւ որբեսի անոնք գարենա անել պետք է լա անգախ լալու համար պետք է իր աշխատավորները լավ տրամ վճարվին, լավ ամսական ստանան եւ որ լավ ամսական չեն ստանար ղեկավարիչ մարմինի մեջ աշխատողները վերեն միջև վար ամենե բարձր մագարտակեն ամենեցած եթե լավ վճարում չեն ստանար ենթակա գլան Փանի ինչ կսեն, որ էլեկտրական ընկերության գոմե մենք իհարկե փորձ ունենք, որ դատական համակարգում դատավորների աշխատավարձը բավականին բարձրացվեց, բայց դրանից դատական իշխանության որակը ընդհանրապես արդարադատության որակը չբարձրացավ։ Ըստ ձեզ հնարավոր է, երբ որ երկրում մյուս մարմինները, քաղաքական ինստիտուտները անկախ չեն, կարգավորիչ մարմինը լինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հնարավոր է որ դրանք անկախ լինեն, լիովին անկախ։ Բնականաբար երկրի մեջ դարբեր օղակները իրարու վրա գաստեն։ Գրեթե անկարելի է որ երկրի մեջ մեկ օղակը լման անկախը լա եւ որ մյուս օղակները լավ ցևով չեն աշխատիր։ Սակայն կարելի է Հայաստանի ներկա պայմաններում մեջ օղակները մեկը այս բարակային ղեկավարիչ մարմինի կորձնությունը դարձնել ավելի արդյունավոր եւ ավելի արդյունավոր դարձնելու համար պետք է մեխանիզմներ ստեղծվին։ Բոլոր անոնք, որոնք մտահոգ են երկրի վիճակը բարելավելու, էլեկտրականության քիները, սագակիները ճիշտ ցևով որոշելու, պետք է նախանցախնդիրը լան, որ ղեկավարիչ մարմինը գարենա լավ ցևով աշխատել։ Այդ անկախությունը, այդ լավ ցևով աշխատելու համար գնաբաստեն հետևյալները։ Նշեմ, հիմա արդեն ունենք օրենքի մեջ, որ ղեկավարիչ մարմնի անդամները, որ 5 հոգի են, նախագահային կողմը կնշանակվին եւ 5 տարի գլան անգախ, այսինքն նախագահը չի գրնա երացանել, բայց ստիպված չէ ղեկավարիչ մարմինի անդամը մտի գնելու բանին ինչ կսեն նախագահային ցուցմունքին, ինչպես որ սահմանադրական դատարանի դատավորները պետք չունին ցուցմունքին հետևելու։ Հիմա ասի մեկ բան մնա ինչ կսեն, մեկ էլեմենտ մնա։ Հա, իրականությունը թեև այլ է, նույն սահմանադրական դատարանի դեպքում։ Ճիշտ է, հիմա ես կովկովի տնեմ մի քանի բաներ, երևույթներ եւ շարունակենք։ Երկրորդ էլեմենտը, որ սահմանադրական ղեկավարիչ մարմինի մեջի աշխատողները իրենց կորձը վերջացրել են եթե երթան ուզեն ուրիշ տեղ աշխատել, գրնան էլեկտրական ընկերության մեջ աշխատել եւ բարձր ամսական ստանալ։ Օրինակ համար Ամերիկայի մեջ այս խնդիրը ունենք։ Հոնդերի մեջի ղեկավարիչ մարմիններու մեջ աշխատողները իրենց ժամանակը վերջանալեն յետքը գրնան երթալ էլեկտրական ընկերության մեջ աշխատել բարձր քիներով, ամսավճարներով։ Հայաստանի բարակային օրենք մգա որ գսե որ միջև 3 տարի իրավունք չունի անձը ղեկավարիչ մարմինը ցկել են յետքը երթալ էլեկտրական ընկերության մեջ աշխատելու։ Ուրեմն այդ եւս լավ է։ Հիմա նշեցի լավ գեդերը որ հիմա կոյություն ունին։ Ինչ գրնանք անել որ բարելավի վիճակը։ Գրնանք բարելավել վիճակը մի քանի գեդեր նշեմ։ Մեկը արդեն նշեցի։ Ամսականներու բարձրացում։ Ըստ երևույթին 2014-ին առաջ ղեկավարիչ մարմնի աշխատավորներուն վճարումը մյուս բեդության մեջ աշխատողներեն ավելի բարձր եղած է 2014-ին որոշում առնված է եւ հավասարեցում եղած է մյուս նախարարության մեջ աշխատողներուն հետ։ Իմ կարծիքովս պետք է որ երկիրը ավելի նյութական դրամատրե եւ աշխատավարձը բարձրանա։ Երկրորդ աշխատավորներուն թիվը
պետք է շատնա վերբան գարկավորիչ մարմինի ինչու քանի որ եթե բիդի երթան եւ քննեն որ էլեկտրական ընկերության գետրոնները օրենքի համապատասխան աշխատին ճիշտ ձևով աշխատին պետք է ունենան հավելյալ աշխատողներ երրորդ դնդեսաբես իրենց ֆինանսավորումը ունելու համար եթե գախված լան բեդութենեն գարավարութենեն ասկային ժողով են գարկավորիչ մարմինի անդամները ենթակա կլան ջնշումներու քանի որ իրենց ամսականին աղբյուրը գուկա գարավարութենեն կամ ասկային ժողով են եթե մեխանիզմը ստեղծվի որ գարկավորիչ մարմինը նաև ստեղծե բյուջե իր միջոցներով օրինակի համար լիսանսավորում որ գլա լիսանսավորումին 1% երթա գարկավորիչ մարմինին բյուջեին եւ ածևով վճարումը դրվի իրենց ինչպես գետրոնական բանկը Հայաստանի մեջ գետրոնական բանկը ավելի անկախություն ունի քանի որ իր աշխատավորներուն նյութական բյուջեին աղբյուրը գստեղծվի գետրոնական բանկեն ենթակա չեն գարավարության վերջապես մոնիտորինգի խնդիրը մոնիտորինգի այսինքն գարկավորիչ մարմինը պետք է գարենա ավելի լավ ցևով մոնիտորինգ ունի էլեկտրական ընկերության մոնիտորինգ ունելու համար հավելյալ աշխատավորներու պետք ունի որ ադի բյուջեն գուկա անգեզատ պետք ունի նաև օրենքներու ավելի օրենքներ որոնք իր ուժը մոնիտորինգի ուժը կփարսացնի ինչ կետնի վրա ինչպես էսի էլեկտրականության քինը կորոշվի էլեկտրական ընկերության ծախսերը հաշվելով առավել շահույթի մարժամը կամ դոգոսմը էլեկտրական ընկերությունը մեծ շահ ունի իր ծախսերը բարձրացնելու եւ դեղեցությունը թիվերը ամեն ինչ էլեկտրական ընկերության կողմն է ուրեմն գարկավորիչ մարմնին մարդահրավերը դժվարությունը ճիշտ սահմանելն է քիտնալն է էլեկտրական ընկերության արտարացի ծախսերը ինչպես նշեցիք այդ լաքշրի օֆիսները օտոները լեքսուսները չեմ գիտեր ինչեր կամ ադամեն բաները որ գորուստները որ գլան ադամենը պետք է որ գարկավորիչ մարմինը գարենա հանել ադամենը հանելու համար եւ թիվերը քիտնալու համար գարկավորիչ մարմինը իրավասություն պետք է ունենա երթալու էլեկտրական ընկերության գետրոնը քրասենյակը բարդատրելու իրենց որ ծեր դեդրակները սեղանին վրա դրեք եւ այդ թուղթերը դեդրակները թիվերը գարկավորիչ մարմինը գարենա լավ ցևով դեսնել աս հանգրվանին ըստ երևույթին դագավին էլեկտրական ընկերությունը կարողություն ունի որոշ չափով իր թիվերը իր ինֆորմացիան որոշ չափով բանելու բահելու ուրեմն աս իմաստով եւս կարելի է բարելավել գարկավորիչ մարմինին կարողությունը վերջին գետ մգուզեմ ավելցնել վերջին գետը անիգա է որ այսօր երդասարտությունը որ ակտիվորեն գաշխատի Բաղրամյան փողոցին վրա եւ գբայքարի երկրի մեջ ժողովրդավարություն հաստատելու արդարություն հաստատելու իմ կարծիքովս այդ ակտիվիստ երդասարտները եւ քաղաքացիները որ ժողովրդավարության գահավադան գարկավորիչ մարմինը պետք չէ տեսնեն իրենց թշնամին իրենց հագարագործը գարկավորիչ մարմինը երգիրը լավ սևով գազմագերբելու համար կարևոր մեկ օղակն է եթե գարկավորիչ մարմինը պետք եղածին պես չաշխատիր պետք է բոլոր այդ երդասարտները կամ քաղաքացիները որ կմտածեն բարելավել երգիրը մտածեն ինչպես կնան գարկավորիչ մարմինին անկախությունը շատցնել եւ մոնիտորինգ ունելու կարողությունը բարելավել եւ ինչ կարելիություն որ գա աչակցիլ որբեսի գարկավորիչ մարմինը գարենա իր կորձը ունել նաեւ ուզեմ նշել որ գարկավորիչ մարմինը քայլեր արած է թափանցիկությունը բարձրացնելու ստեղծած է website-ին հայերենը web կայք ուրեմն ստեղծած է գայք եւ այդ գայքի մեջ կարելի եղածին չափ դեղեցություն դրած է ես խստորեն զորավոր գերբով գտելատրեմ մեր երդասարտներեն
քաղաքացիներեն, որ մոդեն հետևին ղեկավարիչ մարմինին եւ ժուրնալիստներեն, որ մոդեն հետևին ղեկավարիչ մարմինին կորձունեության թիվերը որ դրամատրած է, եթե ոչ մեկ թիվ, ոչ մեկ ինֆորմացիա հարցականի դակ է, երթան ղեկավարիչ մարմինին բահանջեն եւ ջնշում բանեցնեն, որբեսի իրենց աշխատանքը ավելի լավ ցևով կորզատրեն։ Եվ շնորհակալություն պարոն Խանջյան, ես հաշվեցի դուք 6 հետաքրքիր առաջարկ արեցիք, հուսանք, որ մեր համապատասխան իրավասու մարմինները կլսեն այս 6 առաջարկները եւ համապատասխան փոփոխությունները կանեն, որպեսզի մեր կարգավորիչ մարմինը իսկապես ավելի արդյունավետ եւ անկախ գործի։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Կալիֆոռնիայի Վենտուրա համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Արա Խանջյանը։ Մնացեք Civilnet-ի հետ։